Բարև ձեզ հոկեյի արգելի սիրահարներ, Fast Media-ն սկսում է ձեր ուշադրությանը ներկայացնել հոկեյի աշխարհի առաջնության 4-րդ դիվիզիոնի 3-րդ տուրի հանդիպումների տեսությունը։ Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Քուվեյթի թիմին, բայց մինչև այդ հանդիպումը սկսենք օրվա առաջին խաղից։ Ուզբեկստանի հավաքականը Հայաստանի թիմին պարտվելուց հետո կարողացավ խոշոր հաշվով հերթական հաղթանակը գրանցել, 20 տափոակ ուղարկեցին։ Իրանի թիմի դարպասը առաջին խաղափուլում դարձյալ արդյունավետ էին թիմի հիմնական առաջատարները Կրավչենկոն, Ժիլովը եւ նաեւ գոլովի դեպ աչքի ընկավ թիմի պաշտպան Արտյոմ Մալցևը։ Գլխավոր ռմբարկուների ցուցակում շարունակում են մնալ Ուզբեկստանի հավաքականի առաջատար հոկեյիստները առաջին խաղափուլում ի դեպ 7 տափոակ ուղարկեցին Իրանի թիմի դարպասը, ինչն է հետաքրքիր ու միաժամանակ տարօրինակ, որ Իրանի թիմի հոկեյիստները նույնիսկ առաջին խաղափուլում վտանգավոր նետումով աչքի չընկան ու գրեթե ամբողջ խաղափուլը անցավ հենց Իրանի պաշտպանական գոտում։ Գոլերի հաշիվը նաև բացեց Դանիել Կոգանը 21-ամյա արձակվողը Ուզբեկստանի թիմի եւ արդեն կիսատ թողած գործը թիմը շարունակեց երկրորդ խաղափուլում, ի դեպ Սինյավսկին միայն 3 անգամ կարողացավ պատժել մրցակցին, հենց նա կարողացավ սկզբում 2 տափոակ ուղարկել Իրանի թիմի դարպասը, հետո նորից օգնության հասան նույն դերակատարները Կրավչենկոն, Պոպովը եւ վերջում արդեն Սինյավսկին նետեց իր տափոակը եւ հետրիկ գրանցեց իր հաշվին։ Ի դեպ առաջին տափոակը նետեց այս մրցաշրջանում 17-ամյա Ալբերտ Դադախոջաևը, բայց ամեն ինչ այդքանով չավարտվեց, արդեն երրորդ խաղափուլում էլ հերթական գոլերի հիթ շքերթն էր Սինյավսկին, Դորոֆեևը, Կոգանը եւ նորից Կրավչենկոն։ Ի դեպ խոսեցի ռմբարկուներից նաեւ նշեմ, որ Ժիլովը այս պայն հիմնական առաջատարն է, նա 18 միավոր է վաստակել, կարողացել է 3 տափոակ ուղարկել մրցակիցների դարպասը եւ ուշադրություն 15 ասիստ է գրանցել իր հաշվին։ Հիմնական 3 առաջատարները ռմբարկուների ցանկում հենց Ուզբեկստանի թիմից են, փայլում է նաեւ Վադիմ Կրավչենկոն 15 խաղից հետո 9 գոլ եւ 6 ասիստ է գրանցել իր հաշվին եւ լավագույն եռյակը եզրափակում է ազգությամբ ռուս հոկեյիստ Պավել Սինյավսկին, նա էլ 15 միավոր 8 գոլ եւ 7 ասիստ է գրանցել իր հաշվին։ Նա ելույթ է ունենում մոլոտի կազմում եւ մինչեւ Ուզբեկստանի հավաքականին միանալը նաեւ փայլում էր ներքին առաջնությունում եւ այս հաղթանակից հետո փաստացի երրորդ տուրից հետո Ուզբեկստանի հավաքականը հիմնական առաջատարն է։ Խոսենք օրվա երկրորդ հանդիպման մասին։ Ինդոնեզիայի թիմը հանդիպեց Մալազիայի հավաքականին, այստեղ բարդ էր առանձնացնել ֆավորիտի, իհարկե երկու թիմերն էլ մրցաշարից առաջ հետնապահների թվում էին, բայց Ինդոնեզիայի թիմը կարողացավ զարմացնել ու երկրորդ հաղթանակը գրանցեց առաջին 3 խաղերից հետո 2 խաղում եւ 2 խաղերում էլ հիմնական ժամանակում են հաղթել։ Ի դեպ Իրանի հավաքականին երբ կարողացավ հաղթել Ինդոնեզիայի թիմը, դա թիմի պատմության առաջին հիմնական ժամանակի գրանցած փայլուն արդյունքն էր։ Սալոմոն եւ Վիջայան բացեցին հանդիպման հաշիվը, թվային առավելությունից հրաշալի օգտվեց Լուկաս Սալոմոն, 17-ամյա հոկեյիստը, եւ արդյունքում Ինդոնեզիայի թիմը առաջին խաղափուլում 2 տափոակի առավելությամբ գնաց հանգստի։ Երկրորդ խաղափուլի սկզբում շորթ-հենդիտ այսպիսի պատասխան Մոթարիս Անանդան կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, հետո Նուր Արիդն ու Ռաջան առաջ քաշեցին պայքարում Մալազիայի թիմին, բայց ուրախությունը Մալազիայի հավաքականի երկրպագուների երկար չտևեց։ Վերջին տափոակից ուղիղ 2 րոպե անց նորից Ռայհան Աֆիսը եւ Քենեթ Սիրեգարը կարողացան շատ արագ պատժել մրցակցի թիմին եւ արդյունքում երկրորդ խաղափուլից հետո 4-3 հաշվով հաղթում էր Ինդոնեզիայի հավաքականը։ Գրեթե նույն սցենարն էին նախապատրաստել Ազրան եւ ընկերները, բայց արդյունքում ոչինչ անել չստացվեց եւ որվա դերևս կենտրոնական հանդիպումը Քուվեյթի հավաքականը առաջին խաղափուլում 2 տափոակ ուղարկեց մեր թիմի դարպասը։ Գոլով աչքի ընկավ Ֆիլա Դրոզդեցկիխը, 1 անգամ նաև գրավեց մեր հավաքականի դարպասը Վալերի Բուդևիչը։ Ի դեպ 2 գոլերում էլ մեկը մյուսին կարողացան օգնել եւ թիմի 2 հիմնական առաջատարները կարողացան 2 արդյունավետ գործողություն գրանցել։ Իսկ արդեն երկրորդ խաղափուլում Բուդևիչն ու Զիդարևիչը դարձան գոլերի հեղինակներ։ Զիդարևիչը նորից թվային առավելությունից կարողացավ օգտվել եւ 2 power play-ը հրաշալի օգտագործեցին Քուվեյթի հավաքականի հոկեյիստները։ Ահա մեր պատասխանը Իգոր Կրիվիխը հրաշալի մշակեց տափոակը դարպասային գոտում եւ կարողացավ
հաղթել այս դրվագում մրցակցի պաշտպաններին ու կրճատեց հաշվի տարբերությունը, հետո օգնության հասավ Արտյոմ Կուզնեցովը եւ երկրորդ խաղափուլից հետո մեր թիմը պարտվում էր 2-4 հաշվով, երկու տափողակեր պետք հանդիպումը փրկելու համար եւ օգնության հասավ ամենահաս Տիգրան Մանուկյանը, հերվից նետումն էլ արդյունավետ ստացվեց, այստեղ հրաշալի աշխատեց Կուզնեցովը, իդեպ Էնեյջելյան գոլի ականատես եղանք, իսկ արդեն Մանուկյանը թվային առավելության պայմաններում հրաշալի նետումով կարողացավ հավասարություն բերել պայքարում, բայց կիսատ թողած գործը ավարտին հասցնել օվերթայմում մեր հավաքական տղաները չկարողացան եւ Դրոզդեցկիխը դրեց հանդիպման վերջակետը։ Շարունակվում է աշխարհի առաջնությունը, հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականն անցկացնելու է Իրանի թիմի դեմ, իսկ այս տեսության ընթացքին ձեզ օգնեց հետևել Արամ Ավագյանը։